Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցող Ալիևի ուշքն ու միտքը զենք զինամթերքն է։ Բանակը զարգացնելու հեռանկարից նա չի հրաժարվում, պնդում է, թե ներկայիս աշխարհում ռազմական հզորությունն է յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը։ Իդեպ այն նույն Ալիևն է, ով տարեսկզբին Երևանի առաջ զինաթափվելու պահանջ էր դնում, ուրեմն ինչ կար մտքին։ Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունն էր որոշել նշանառության տակ առնել։ Մասնագետն ասում է, որևէ Գայում համադրելի չեն կարող լինել խաղաղության ու ռազմական խոսույթները։ Խաղաղության օրակարգի մեջ մյուսը չի տեղավորվում։ Ամբողջ հռետորաբանությունը երկրի շարունակում է մնալ ռազմական կարողությունների ցուցադրությունը, ուժի լեզուն, խաղաղություն է ուզում պատրաստ եղի պատերազմի հայտնի կոնցեպտը։ Հիմա Ալիևը թուրքական աշխարհին առաջարկում է միավորվել ու հաջորդ տարի համատեղ զորավարժություն անցկացնել թուրք-ադրբեջանական օրինակով։ Իդեպ ժամը հաշվարկել է այս տարի հունվարից մինչև հունիս, այսինքն ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Երևանի հետ խաղաղության բանակցություններն ամենաակտիվ փուլում էին, Ադրբեջանն անցկացրել է ավելի քան 30 համատեղ եւ անհատական զորավարժություն, ընդ որում պայմանագրի տեքստը վերջնական համաձայնեցնելուց հետո մարտից մինչև հունիս 26-ը։ Ժամանակակից աշխարհաքաղաքական եւ անվտանգության մարտահրավերների ֆոնին կարևոր է, որ թուրքալեզու պետությունները գործեն որպես միասնական ուժի կենտրոն։ Կնքահայրը Սանիկին միայնակ չի թողնում, Թայիպ Էրդողանի պնդումն է, թուրքական աշխարհը մեծ դեր պետք է ունենա տարածաշրջանի կայունության ու անվտանգության գործում։ Հաստատում է Ալիևի խոսքը, այո, կարևոր է, որ համատեղ զարգացնեն պաշտպանական կարողությունները։ Թուրքիան ոչ թե պարզապես հետևում է Հարավային Կովկասի զարգացումներին, այլև ցանկանում է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորելու հարցում։ Մենք սպասում ենք օգոստոսի 8-ին ստորագրված հայտարարություններից բխող նախաձեռնություններին։ Ընդհանուր առմամբ իրենք ուղղակի խաղաղության օգտագործում են որպես քաղաքական լծակ ու ամեն օր պատրաստվում են պատերազմի։ Բաքուն ձգտում է դառնալ տարածաշրջանի ռազմական հանգույցն իր շուրջ համախմբելով համապատասխան բևեռներին, ասում է փորձագետը։ Ուրեմն այդ հզորությամբ Ալիևը ոչ թե իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է ընդամենը պաշտպանում, ինչպես ձևակերպում է, այլ հետին նպատակներ հետապնդում, ում դեմ է ուղղելու հրացանի փողը, եթե Հարավկովկասյան այս տարածաշրջանում ըստ էության միայն Հայաստանի հետ չպարզած հարցեր ունի։ Ռազմական պատրաստվածությունը Ադրբեջանի նախ շատ ուժեղ բարեհոգեբանական ճնշում է Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև փաստացի ինքը իրեն դարձնում է ռազմական ինտեգրացիայի առանց հարթակ, ինչ շուրջն է համախմբում ամենատարբեր երկրների, համագործակցություն է հաստատում թե կենտրոնական Ասիայի երկրների հետ, թե ամենատարբեր պետությունների հետ, ու այս ռազմական աշխարհագրության ընդլայնումը, ռազմական ուժի ցուցադրությունը երբեք չի կարող տեղավորվել խաղաղության տրամաբանության շրջանակներում։ Բաքուն ամեն օր մեծ հետ խոսում է ուժային դիրքերից։ 2026-ի համար իդեպ Ադրբեջանը դարձյալ ավելացրել է ռազմական ծախսերը, զինանոցի ընդհանուր գինը դարձնում են 5 միլիարդ 120 միլիոն դոլար, այս տարվա թվից 3.8% ավելի, ամբողջ պետբյուջեի մոտ 21%-ն է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։